Բարեկամներ, ուրեմն իմ հյուրս է պարոն Ալեքսանդր Վարպետյանը, որ մենք հիմա ունենք հարցազրույց։ Պարոն Վարպետյան, նախ խնդրի ասեք դուք ուր եք ծնվել, ուր եք ձեր կրթությունը ստացել ամենա, որ ժողովուրդը բոլորը տեղյակ լինեն։ Շնորհակալություն ողջույն ձեզ, հայրենիք ու առօրթիկ, ծնվել եմ Մարսելում, ծնողներս խոյեցին մայրական կողմից, սպասենք Պարսկահայ, հայրական կողմից Սասունցի Վիտլիսցի, տեղափոխվել են Մարսել, անցյալ դարաշրջանին դեպքերից հետո 48-ին տեղափոխվել ենք Հայաստան, սովորել եմ Հայաստանում, Պոլիտեխնիկ ինստիտուտ, ֆիլմին կից կինոդերասանի ստուդիա, հետո 75-ից Մարսելում եմ։ Okay, ձեր գաղափարախոսությունը հիմնված է էության հասկացողության վրա։ Ասեք խնդրեմ ինչ է էությունը կամ էա հասկացողությունը ինչ։ Այո, սա գերխնդիրի երկու խոսքով դժվարանամ ասել, բայց այն ինչ որ փնտրել եմ որպես ծագումնաբանություն, ես դա արել եմ ոչ թե հենց այնպես էլի 12000 թե 15000, այնքան չէ կարևորը, այլ ինչ էին մտածում նախնիկ, ինչպես էին աշխարհը ընկալում, այդ բառը շատ հայտնի է մեր իրականության մեջ, եկեղեցիներում, բանաստեղծությունը բոլորս գիտենք, բայց մնացել է առեղծված։ Ես բռնեցի այդ առեղծվածի ճանապարհը եւ քանդեցի։ Դա ամբողջ մի համակարգ է, որը սահմանավորվել է 12000 տարի առաջ, առնվազն եմ ասում, ես հիմա Թուրքիայում եղել վերջերս հետքերը գտա, մյուս գիտնականները շատ բաներ են գտել, բայց ուշադրություն չեն դարձրել այս հետքերին, որտեղ իրենք ուրիշ բան են փնտրում, ուրեմն եղել է մի համակարգ դիցական, այսպես ասենք, տոտեմիզմից սկսող ջերապաշտությունից, ձկնապաշտությունից, որ անցել է աղթար կամ այնտեղ, դարձել է էյա հայացով աստված, ձկնաստված շումերականում, վերադարձել է նորից, բայց միայն հայ իրականության մեջ է մնացել էություն։ Մաշտոցն էլ դերես 7-րդ տեղը, որտեղ քաջ գիտեր, ոչ մի ուրիշ այբուբեն չկա, ուրեմն մենք ունենք մի գերկարևոր անցյալ, որը կապված է հենց էի հետ, միակը, մշտնջենականը, դա ասում է նաև Եզնիկ Բողբացին, որ ասում է կար քրիստոնեությունից առաջ եւ դա էլ պարզում է որ Քրիստոսի հայրն է։ Եվ պարզում է որ ամբողջ մարդկության ճանաչողություն, ես ասում եմ ամբողջ երկարող բանով լրջությամբ, այստեղ է շատ լուրջ, դա էա մեր էություն հասկացության տարալուծումներն են, վերջերս էլ մի գերկառույց ունեցած ցույց տալու այստեղ essence պարսիկեր գրողը, որը օգտվել է պարսկական, սուֆի, ռումի Դիբետյան բուդդիզմ, դաոսիզմից, այդ դբրոցն է, հանում են էություն, հիմա գերմանացիներն են են հանում մեջտեղ, հիմա գիտության մեջ է գնում Էյնշտեյնի տիեզերական կրոն, այսինքն անցյալը նորը մեկ համակարգ է պարզվում է, ամբողջ փիլիսոփայությունը Էյդոսը, Պլատոնի, թե Սպինոզայի եւ մնացածը այդ համակարգի մեջ են։ Ուղղակի պարզ ասենք, էությունը եւ երևույթ կա այս մենք ենք, իսկ էությունը ընդերքում գտնվող օրինաչափություններն են ու Աստծո խորհուրդը։ Պարոն Վարպետյան, մի ուրիշ հարց, դուք քանի գիրքի հեղինակ եք եւ կարող եք թվեք միայն իրենց վերնագիրները։ Այո, 9 գիրք հրատարակված է, մեկ ընթացքում է, 3-ն էլ սպասում են հրատարակման, ուրեմն արփիական, դա առաջին գործն էր, արևորթյաց պարը, հետո գալիս է ովքեր ինի վերջո արիացիները, հաջորդում է ոգեկոչ, ինքնություն, էություն, այդ ծանր հատորը, արիականք, ծնունդոց այան, այդ հազարանոց էջանոց գիրքը, էականք եւ այս փոքրիկ գրքույկը ազգային խաչվար ու մեխանգարում Ալեքսանդր Արորթի Վարպետյանը։ Ձեր տեսությամբ ուր քաղաքը, որտեղ ծնվել է Աբրահամը եւ ապրել են հրեաների նախնիները, դա Ուրֆա կամ Խառան գավառի համանուն կենտրոնն է, որը գտնվել է պատմական Հայաստանի հարավում, հետեւաբար հրեաները ունեն հայկական ծագում։ Այն հաստատող ինչ հիմքեր կան։ Մեկ մի անգամից շեշտեմ ունեցել ենք առիթ ավելի մանրամասով խոսելու Աբրահամը չի եկել Ուրֆա, եկել է Խառան։ Եվ հրեաները հիմա կառուցել են այնտեղ աշխարհի համար 1 հնագիտական ինստիտուտը։ Հայրից են ձակել այդ խոսակցությունը ես չեմ ասել, նրանք արևմտասեմիտ են, հիմա չգիտեմ այսպես ժամանակին էլ կար գիտնականներ հրեաների կողմից էլ, հիմա հայերի կողմից էլ, որ հրեաները անպայման հուրիներն են, իրականում
հուրի անվանվել է, մենք հրյա ենք անվանում հուրյա, իրենց հուրի չեն անվանում, հրյա չեն անվանում, նրանք շատ են խառնվել հուրիների հետ, ուրեմն այստեղ թողնենք այս վեճը գիտական է, պետք է փաստվի, չգիտեմ այն կողմը անպայման ուզում է գալ ծնվել հայկական լեռնաշխարհից եւ հնդկիպրոպական լինել, հիմա արիական շատերին են փորձում հրյաներին դարձնել, սեմական չեն, սա հեռու չգնանք, բայց որ Աբրահամը իջել է Խարանից, դա ասում է Աստվածաշունչը։ Եվ նա Աբրահամը միջագետքի ինչ որ հեթանոս Աստծո անուն է, որը Արամի հորջորջում է Ավրամի, ռուսերեն այդպես էլ մնում է Ավրամ։ Աբրահամ հետո նա հրաժարվում է այդ անունից, ուղղակի դառնում Աբրահամ, մի ա ավելացնելով, դրա մասին խոսվել է այնպես, որ ինքը հարեց մի Աստծո, որը իր հոր Աստվածը չէր եւ նախահրեական ցեղերի Աստվածը չէր, նրանք լուսնապաշտ էին։ Նրանից հետո նա հորը թաղեց 205 տարեկան հասակ Խարանում ու իջավ Պաղեստին 300 հոգով, այսպես սկզբնավորվեց հրեական ազգը, դա հետո Մովսեսը կանի։ Տարտամնախ ցեղերը հրեական բազմաստված Էլոհիմ, Էլոհա, Էլշադայ հավաքեց Աբրահամի, Իսահակի, Հակոբի ընդհանուր աստվածության տակ Յահ Եհովա Վահ հրապի Աստված էր։ Բայց ինչպես դուք այդ հաստատող հիմքերը հենվում եք ինչ Աստվածաշունչը առաջին դերում է հիմք։ Քանի որ շատ պատմամաններ են դիմում եւ դա իրենց Բիբլիան է, հրյաների ծննդականն է, այսպես ասած, բայց հետքեր կան հնագիտական, պատմագիտական եւ հենց իրենց կողմից, հրյաների կողմից արված ուսումնասիրություններ, արդեն ոչ միայն իրենց համար, այլ աշխարհի կրամեր, շումերը պատմություն սկսում է շումերից, նրանք արդեն միանգամից անցան Բիբլիայից ավելի հեռու, ասելով հիմա այստեղ է, զուգահեռներ կան, ջրհեղեղ, այսինքն շատ կան, նյութեր շատ կան։ Հայերը հնագույն ազգ եւ Հայաստանը հնագույն քաղաքականության օրան լինելը ինչ է տալիս մեզ այսօր մեր այս քաղաքական բարդ իրադարձության պայմաններում։ Այդ արդեն տվել են շատ հաճախ, ես ճիշտ ասած զարմացել եմ, բայց քիչ առաջ ես արդեն նրան պատասխանեցի, 12 կլինի, թե 13 կլինի, թե 5 կլինի, սա ուրիշ խնդիր է, բացի ինքնագիտակցությունից, որ մենք հին ազգ ենք, ամենակարևորը ինչպես էին նախնիկ մտածում, որն է մեր էությունը, առաջին, որն է կապված ենք այդ բնաշխարհի հետ, էլեկտրոններով անգամ եւ այդ իմաստությունը, գերիմաստությունը, որ տրվել ենք աշխարհին եւ այսօր բարձում է, որ աբական գալիս է դրանից։ Այսինքն, ավելի կարճ ասեմ, եթե դուք գիտեք 12000-ամյա պատմությունը որևէ ազգի, 13-րդ հազարամյակ, ասենք մի հազարամյակ կռահելը դժվար չէ։ Սա մեզ տալիս է աբագագիտական անչափ լայն մի հեռանկար, ըստ որի էլ մենք օր-օրի էլ կդադարենք ապրել եւ որոշ քայլեր ինչ էլ որ արվի այսօրվա քաղաքականության մեջ պետք է նայել այդ կտրվածքով։ Ես մի ուրիշ բան ասեմ, ես լսեցի, այսինքն դուք կարող եք հաստատել, ասել եք նախքան հարցնել, այդ կարող եք հեռախոսները տնեք, եթե մեկ ուզում եմ մասնակցի բարոն Վարպետյանից հարցեր ունի, խնդրեմ, դուք էլ կարող եք այս զրույցին մասնակցեք, եթե ունեք հարցեր իրենից, խնդրեմ հեռախոսները դրեք։ Ուրեմն ես լսել եմ իհարկե, ասում են Հայաստանից վտարելն են, ուզում եմ իմանալ ով է վտարել եւ պատճառներն ինչ են։ Շատ դակրքիր է, ով է վտարելը պարզում է, որ ծայրահեղ լուրջ խնդիր է, պետական գաղտնիքի մակարդակի, անգամ ազգային անվտանգություն որոշ աշխատողներ որ հետաքրքրվում են, այդտեղի մի բջիջից է գալիս, ոչ ամբողջ համակարգից, բոլորին ասում են, որ մի հարցմի զբաղվեք, դա շատ բարդ գործ է, եւ ես շատ եմ վախենում, որ դա կապված լինի ուղղակի 27-ի դեպքերի հետ։ Կապված լինի այն առումով, որ ուղղակի ես ասեմ, քաղաքականության մեջ երբեք չեմ եղել եւ մի չունեմ մտնելու։ Եթե հազարամյակի մասին ենք խոսում, ուրեմն ազգը ընդունում ենք ընդհանուրով նախնիները հետը։ Ժամանակային ուրիշ կուսակցություններ 1000 տարի հետո կլինեն ուրիշ կուսակցություններ։ Ազգային ինքնագիտակցության խնդիրներ եւ հոգեվոր անկախության խնդիրներ շատ բարձ, որտեղ եթե մենք հոգեվես անկախ չենք, ասենք մեր չունենք աշխարհայացքը, մենք մեր հարցերը չենք կարող լուծել, մեզ կթելադրեն։ Եթե մենք այսօր ընկանք հենց այդ պատճառով, որտեղ մենք կորցրեցինք մեր ինքնագիտակցությունը։ Ահա ինձ վտարել են, այսպես պիտի ասի, արգելել են, չեն երկարացրել, ես եղել եմ Հայաստանի քաղաքացի, մինչև 98 թվականը, 97-ին այսպես ասած
կորցրեցին, ասեցին այդ անձնագիրը այլևս ցույց մի տուր, նախկին 5 խորհրդային անձնագիր էր, թեև Ֆրանսիայի քաղաքացի է։ Որտեղ օրենք կար դուրս եկած, այնպես իմ թևերը չեմ օդորել դուրս հանել։ Երկու անգամ ինձ տրվել է կաթության ձրի կարգավիճակ հաշվի առնելով իմ ներդրումը, մեկը Արտաշես Պետրոսյանի գիտության նախարարն էր հրշական, այսինքն քաղաքական չէր խնդիրը, հաջորդը Ռոլան Շարոյանի ջրի միջնորդությամբ, բայց գրասենյակ ովիր է կոչվում, իմ ընթերցողները շատ են այնտեղ, շատ են ամենտեղ, երրորդ անգամ մերժվեց միջնորդությունը նորից 2002 թվականին ինձ տրվեց շատ կարճ ժամանակ թողնելու Հայաստանը։ Նորից այսպես ստիպված էի դուրս գալ։ Հիմա մերժվում է բոլոր մուտքի խնդրանքը, արտոնագիր վիզան, անգամ իմ տղայի արտոնագիրը, որ ուզում էր տալ, հրավիրեց այս տարի ինձ, մի անգամ մերժվել էր, այս անգամ ուղղակի մերժումը չտվին, ոչ թե բացատրություն չեն տվել մինչև հիմա, այլ գրավոր մերժումը չեն տալիս։ Դրանց վախենում եմ, խնդրեցի դատարան տալ, բացատրեցին, որ միտք չունի, մի շատ գաղտնի գործ է սա, իբր թե եւ նույնիսկ հետո այդ համակարգից անվտանգության ինչ որ պատահականներ են հանդիպում են, ասում են հորը հաղորդիր, որ սա իր համար ամենալավ լուծումն է, հակառակ դեպքում կհրավիրենք հաշիվը կմաքրենք ուրիշ կերպ, սա արդեն դառնում է շատ լուրջ։ Չէ, բայց սա ով է ասում այս։ Ինչ որ պատահական մարդիկ, բայց ազգային անվտանգության համակարգից, հա, 4 ճանապարհով չգնաք, առայժմ օտարներ այս գործին չեն խառնվել։ Սա ինչ որ շատ լուրջ գործ է, ես չկամ որևէ կերպ ազգային բան քաղաքական դաշտում, կուսակցությունների հետ շատերի հետ շատ լավ հարաբերության մեջ են, բայց այս լոռություն եւ այս համատարած վախը, ես շնորհավորում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ համարձակություն ունեցաք այս հարցը բարձրացնելու, որտեղ մի քանի ալիք ուղղակի հրաժարվեցին։ 4 ճանապարհով չեն գտա։ Ես արտաքին գործոց նախարարությունում եմ եւ նախարարի հետ անձամբ ունեմ շատ այսպես համագրական փոխհարաբերություններ եւ շատ բարձր մակարդակի մարդկանց հետ էլ, հա։ Մենք ազգային ծրագիր հազարամյա ներկայացրեցինք բարձրագույն 4 իշխանություններին, նախագահային հանրապետության, պարլամենտի նախագահին, սահմանադրական դատարանի, վարչապետին, բայց իրենք չեն, ինձ հայերը չեն վտարել, կարող է լինեն հայերի ձեռքով, բայց սա դրսի գործ է։ Ես կարծում եմ ուղղակի չեն ուզում, որ այս ազգը ինքնուրույն մտածի։ Շատ։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Հաղորդումը։ Խնդրեմ։ Եվ պարոն Վարպետյան, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Շնորհակալություն։ Ոչինչ զարմանալի չկա, որովհետև խելացի մարդիկ պետք չեն Հայաստանում այսօրվա վիճակով, որովհետև խելացի այրերը միշտ հզոր պետության հիմքն են այսօրվա վիճակով, ինչ պատճառներով մարդիկ դա չեն գիտակցում կամ չեն ուզում գիտակցեն, երբ պատճառը դառը փորձով հիմա մենք ենք այստեղ շատ մարդիկ, ինչևից է իմ հարցը այսպեսին է, որտեղ կարող եմ ձեր բերել ձեր գրքերը, որտեղ ես կարող ենք առնել, Շնորհակալություն, լավ է որ հասկացում ենք մենք, ժողովուրդը շատ ավելի իմաստուն է եւ նորից ասեմ մեր իշխանությունները մեղավոր չեն, մեղք են նույնիսկ պետք է ասել։ Պերճ գրախանութից եւ հատկապես այս հարցի վերաբերյալ ինչի մասին խոսվեց, այս գրքույկը ձեռք բերեք կարդացեք, այստեղ ահագին շատ բան է ասված, երևում է շատ է մոտեցել ճշմարտությանը, որը անհանգստացրել է այդ փոքրիկ բջիջին, կրկնում եմ բջիջին ազգային անվտանգության կենտրոնում։ Ես ուզում եմ որ գնդակը վերադառնա իրենց։ Հիմա փոփոխություն կա վերևում։ Ես չէի, դուք էիք կամ որևէ հայ, որը ես ինձ լավ ոչ մեկը չգիտի, թե ես ինչ կանեի, ինչ չէի անի, չէ՞։ Այն բամբասանքները, որ այսպես տարածվում է մի կենտրոնից եւ այլն, սա ինքնամաքրում է։ Վաղը ձեզ հետ կարվի, կարող մյուսի հետ կարվի, եւ մեր լավ եղբայրը շատ ճիշտ ասեց, հզոր պետություն չեն ուզում, խելոք պետություն չեն ուզում, հոգեվոր անկախություն չեն ուզում։ Շնորհակալություն եղբայրս։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Վարպետյան, երբ որ մենք դուք ես ձեզ ուշադիր լսում եմ, դուք շատ հակասական եք ձեր բոլոր տեսությունների մեջ։ Առաջինը դուք ներկայացաք հայ հասարակությանը որպես իսկապես 12000 տարի հայերը եւ այլն այրական եւ այդ բոլոր դեպքերը ես կարդացել եմ եւ բոլորը ունեմ, բայց ցավոք սրտի դուք վերջին տարիներս բոլորովին դեմ դուրս եկաք ձեզ, որը իր ծայրահեղ արտահայտությունը գտավ Միրաժում, որտեղ դուք բացահայտորեն հայտարարեցիք, որ էությունը ընդունելով որպես Քրիստոսի հայր, դուք ասացիք, որ ամեն ինչ չեղյալ համարեցիք, Հայաստանը կարևոր չէ, հայ աստվածն է կարևոր
որի ցակել են բոլոր ժողովուրդները, որի Դա շնորհակալություն կարող եմ պատասխանել քույրիկս։ Ես թույլ տվեք շարունակել։ Բայց Ամփոփ հարցը տվեք դուք արդեն Հայաստանը կարևոր չէ։ ասեցիք ես պատասխանեմ։ Ջարդվեցին, կոտորեցին, սպանեցին, որտեղ արժանի էին։ Բարի։ Արարատը կարևոր չէ։ Հայը իր գույնը փոխի, դառնասել, նորից կարևոր չէ, կարևորը Ես խնդրում եմ թույլ տվեք ես պատասխանեմ։ Հարցը տվեք։ Հարուցում Հիմա թողեք պատասխանի, հիմա եթե չբավարարվեցիք նորից կարծենեք։ Այո։ Մի վարքյան թողեք պատասխանի, հետո դուք Ուրեմն ես հասկացա դուք խմբի անդամներից եք, որից նյութեր եք գրել իմ դեմ, նախ այսպիսի բաներ չեն աստված, կա տեսագրություն, հայ միջայլոց, Հայաստանը կարևոր չէ, հողը կարևոր չէ, Արարատը կարևոր չէ, երբ որ ես հատուկ գնացել եմ Արարատ, բնակարան եմ գրել Արարատ դիմաց եւ հիմա էլ եմ փնտրում վերադառնալ Արարատ, փնտրում եմ վերադառնալ Ֆրանսիան հոյակապ երկիր, եթե Հայաստան չէ գոնե պատմական հողեր կգնամ, դուք այդ բոլոր հորինել եք եւ ուզում եմ հասկանալ կամ թյուրիմացություն եք հորիկ, հա, կամ դուք ինչ որ միտում ունեք կամ ձեզ մոլորեցրել են։ Հիմա այդ հարցերին դուք պատասխանեք, որ ուրեմն դուք դեմ այդպես այդպեսի բան չի ասված, դրանք նույնիսկ ասված է, գուցե դուք եք ասել, հա քույրիկ, որ ես Իսրայելում եմ ապրում եւ ամուսնացել եմ հրեայի հետ, հա, գուցե դուք եք ասել, եւ որ դա ծայրահեղ անհետեթություն է, չէ, ուրիշ բան ասվել է այդպես։ Քույրիկ թյուրիմացություն կա։ Հա, ուրեմն դրանք ճիշտ չեն։ Բացարձակապես է, ուղղակի չարժի երկար հնչեցնել, որտեղ մարդկանց ականջը կմնա։ Չէ, բայց դուք չեք շաբաթվանից ուղղակի մեջս երում է այս խոսակցությունը, որ կիսատ մնաց, դրա համար այսօր առաջինը երկու անգամ զանգեցի 4 Դուք տեղյակ եք ներողություն, որ ես չգիտեմ, Վարպետյանը ամուսնացել է եւ ապրում է Իսրայելում։ Ես տեղյակ չեմ Վարպետյանը Ո՞վ է տեղյակ։ Դա սուտ է, ես ասեմ որ Իսրայելում Ինքը չի հայտարարել դες բան։ Ես զանգարում Արգելի Ստեփան, Չէ, ես հարցնում եմ, որովհետեւ Վարպետյանին ես եմ ստեղից ճանապարհել օթանավով դեպի Մարսել, Վարպետյանը չի ապրում Իսրայելում։ Որովհետեւ այդպես ինֆորմացիա երեք է սրանից, որ ինքը հայտարարել է, որ ինքը գնում է, որովհետեւ ամուսնացել է մի հատ հրեա է, չգիտեմ այդ ինչքանով է, ճիշտ։ Ինքը ներկա են եղել այդ մեր ընկերը նաև այնտեղ է եղել, կհասատեմ որ այդպես հայտարարություն չի եղել։ Ես դուք չեք ասել, լսում եմ ձեզ։ Այո, բարև ձեզ։ Պարոն Վարպետյան, գնահատում եմ ձեր արած մեծ աշխատանքը եւ իմ հարցս այո եւ ոչ եմ ակնկալում։ Դուք Իսրայել եղել եք թե ոչ։ Այո, եղել եմ Իսրայել 3 անգամ, 86 թվականին։ Ձեր տիկինը հրեա է թե ոչ։ Ոչ, իմ տիկինը նախկին տիկինը չպատասխանում է եւ դուք էլ այդ քուրիկին պատասխանեք։ Իմ տիկինը նախկին Անուշ Նակաշյանն է, դոկտոր, բոլորն էլ ճանաչում են, շատ լավ հայուհի, հոյակապ ընտանիքից հայկական եւ նրան հրադարձնելը դուք երկրորդ հանցանքն եք անում։ Ժողովուրդ, ուրիշ հարց ունեք։ Ոչ, օքեյ, շնորհակալ։ Լսում ենք ձեզ։ Հալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմանալ միայն գրքերի մասին, որ ինքը հրատարակել է պարոնը, որտեղ ես կարող եմ գտնել։ Ես մի հատ հարց ասեմ ձեզ, Կիրակի, ուրեմն դեկտեմբեր 19-ին Իրանայի Մեջան սրահում պարոն Վարպետյան ունենալու է ելույթ, կարծում եմ այդտեղ կլինեն գրքերի, չէ՞։ Այո, կլինեն։ Եվ կարող եք գրախանութներ, խնդրեմ, Պերճ գրախանութ, միայն այդտեղ կա առայժմ։ Okay, շնորհակալ։ Լսում եմ ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ ձեր վերադարձը, պարոն Ալեքսանդր Վարպետյան։ Ես անձամբ եղել եմ Միրաժում եւ ուզում եմ ասել բոլորին, մի վերագրեք այս մարդուն այն, ինչ դուք ցանկանում եք։ Շնորհակալություն։ Լսել եմ այդ խոսքերը, որ ասում են Հայաստանը կարևոր չէ, դա սուտ է, դուք ասեցիք, կարևորը էությունն է։ Մարդը հայ կարող է լինել աշխարհի բոլոր ծայրերում, եթե նա հարազատ է իր ոգուն եւ էությանը։ Շատ հայեր կան, որոնք խոսում են հայերեն, բայց հայ չեն։ Ես անգիր լսել եմ ձեր խոսքերը եւ հիշում եմ։ Բայց դուք հարց ունեք իրեն։ Ես հարց չունեմ եւ ցանկանում եմ իրեն բարի ճանապարհ։ Ազնիվ գործ է։ Ես խնդրում եմ պարոն Վրեժ, մի անհանգստացեք ինձ անջատելու, թույլ տվեք մարդուն տալ ոգու ուժ եւ որը ինքը շատ ունի եւ ոչ մի կողմնակի խոսքերից դա կլինի թերթից, Հայաստանից, երկնքից, թե երկրի միջից ուզես չջարդի։ Շատ լավ։ Ձեր էությունը ազնիվ է եւ հաղորդեք ամբողջ աշխարհին։ Շնորհակալ։ Շնորհակալություն, լսեցիք։ Լսում եմ։ Այդ փոքր մաս։ Լսում եմ։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ ծրագիրը։ Եթե մենք Վարպետյանի նման մարդիկ ունենանք մի քանի հատ գոնե, 2-3 հատ, իմացեք որ էությունը իրոք կլինի էություն եւ ես գնահատում եմ Վարպետյանին
իսկ այս ամբասանք նոր անում են, դա մի հատ ասկա տենց ասում, մեկ նոր մեղավոր անես, մի հատ ստից մի բան ասա, արդեն կեսը կիմանան, որ դա ճիշտ է կամ կեսը կիմանան սխալ է, դա խառնագիչ մարդիկ են։ Շատ է, դուք հարց ունեք իրեն։ Ես մեմ ասեմ Վարպետյանին, որ ուր ինչ է նշանակում։ Ուր Ուրարտու։ Հա, ուրը հուրն է եւ տեղ միաժամանակ հրոտեղ, իսկ Ուրարտուն Արարատի անկադական հորջորջումն է։ Շնորհակալ։ Լսում ենք ձեզ։ Լսում եմ ձեզ։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ գնահատելի աշխատանք է կատարում Բարոն Վարպետյանը, մարդիկ կան, որ բառակտիչ են, կեղտ են, ստոր, Չէ, բայց դուք հարց ունեք իրեն։ Այո, ասեմ մի րոպե։ Հարցը հարցրեք, որտեղ հիմա իրարու պատասխանենք։ Հարցս այն է, որ մեր բնական բնիկ ձակումը արիական հուրի, հետո ես մի գիրք եմ 61 թվին կարդացել Այվազյանի, որ բանի մասին է, հիքսոսների մասին է։ Այո։ Այդ ժուրնալը մինչև հիմա բայել եմ մոդս, ես Ամերիկա եմ բերել։ Այվազյանը ճիշտ է։ Այո, հիքսոսները դիրաբեդել են Եգիպտոսը 175 տարի։ Այնտեղ այդպիսի բաներ կան, եւ այդ գրքում 5 հայկական տարերը գրերը կան։ Ճիշտ է։ Որ նախամաշտոցյան գրերն են։ Այդ հարցերն եմ ուզում պատասխանեք։ Եվ մեր հնդիկրանի իսկական ձակումը բազմության մեջ տալիս է, որ բարթև է։ Մենք բարթևների հետ ինչ կապ ունենք։ Շնորհակալ։ Շնորհակալություն, ինչ որ ասիք ճիշտ էր, բարթևների հետ մենք իրենք մեզ հետ կապ ունեն, ինչպես բոլորը մեզ հետ կապ ունեն, ոչ թե մեզնից են դուրս եկել, այլ մեկ ընդհանուր ընտանիքի հորեղբոր տղաներ ու աղջիկներ են, դուստր քույրեր, սա եւ պարսիկներն ու պարթևները շատ մոտիկ են եղել հայերի հետ, հին զենդերենը համարյա հայրենից գրապարից շատ քիչ է տարբերվում։ Ես կարծեմ պատասխանեցի բոլոր հարցերին։ Ես մի հատ հեռախոսել վերցեմ, հետո գնանք գովազների մի հատ հեռախոս պատասխանեք, հետո գնանք գովազների։ Խնդրեմ, լսում ենք ձեզ։ Դուք պարոն Վարպետյան նորից խախտեցիք, դուք մեզ սխալ հանեցիք, բայց ես կբերեմ։ Եթե հարց ունեք, մի հատ հարց հոգի, ես կբերեմ, որ որ ապացե որ Չէ, դուք քրեական վարիանտ եք, ասում եք եւ հրաժարվում եք։ Ես կարող եմ ասել, որ դուք թյուրեմացություն եք հայրականության մեջ։ Շնորհակալ։ Լսում եմ ձեզ։ Ես բարևում եմ Ալեքսանդր Վարպետյանին եւ ես նրա գրքերը կարդում եմ, անընդհատ կարդում եմ եւ համոզված եմ, որ մի օր նրա արձանը կկառուցեն Երևանում, բայց երևի այն ժամանակ ինքը չի լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք գնանք ուրեմն կարճ դադարի կվերադառնանք բարեկամներ ու ձեր հարցերը կքննարկենք։ Բարեկամներ, մենք վերադարձանք, իմ հյուրս է Ալեքսանդր Վարպետյանն է, ձեզ ենք լսում, խնդրեմ, ձեր հարց ունեք, խնդրեմ հարցրեք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեք հատ կարճ հարց ունեմ։ Առաջինը ինչ կարծիք ունեք մեր գիտության ակադեմիայի մասին։ Երկրորդը Ռիչարդ Հովհաննիսյանին որպես գիտնական, հայ գիտնական համարում եք։ Երրորդը մենք կունենանք 4 միլիոնանոց սովետական միության Հայաստանը 100 տարվա ընթացքում։ Շնորհակալ։ Առաջի հարցին Հայ ակադեմիան մեր գիտության օջախն է, հիմնադրված մեծն Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Ես կխոսեմ շատ ողջավորված տեխնիկական գիտությունների մասին, մենք ունենք հոյակապ ուղեղներ այսօր էլ, թեկուզ ինչքան դուրս է եկել, ցավալին հումանիտար գիտություններն են, դա էլ ներողություն կապված է որոշ աշխարհայացքի հետ։ Հաջորդ հարցը Ռիչարդ Հովհաննիսյանը շատ լուրջ գիտնական է, եթե լինում են հարցեր, որոնք համաձայն են, համաձայն չեն կարողանում միշտ հասկանալ անձի վարքը, սա միանգամից նորից ինձ նման այսպես չհարցակվեք, սա Ռիչարդ Հովհաննիսյանը, խնդրում եմ, հարգանքով բոլոր դեպքերում, իսկ երրորդը չենք ունենա այս տարի եւ վախենում եմ, որ առաջիկա տարիներում չենք ունենա։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ, պարոն Վարպետյան։ Ողջուներ։ Ուզում եմ մի քանի հարց տալ, բայց ամբողջացնել մի քիչ դժվարանում եմ։ Մեկը, որ բացի այդ պայքարը, որ դուք ունեք, թե գիտության ասպարեզում եւ թե այսպես ասած նեղանձնական եւ այլն,
Դուք ունեք ձեր դպրոցը, որ գոնե գիտեք ձեր տարիների կուտակած ինֆորմացիան փորձը այո հասկացա գրքի միջոցով է դպրոցը դեզանից առաջ ով կար մեր պատմության մեջ որ այդ ճանապարհներն էր փնտրում կամ գտել էր որի վրա դուք հիմնվեցիք այդ մեկ հարց եւ իհարկե բազում հարցեր ունեմ Ոչինչ այս մեկին պատասխանել լավ եղբայրս Okay բախելը անջատեք չենք անջատել սկսվում է այս պատմությունը Մովսես Խորենացուց մի անգամից ասեմ որ Ծագումնաբանության հիմնական Ծագումնաբանության եմ ասում Խորենացին որը ագրքի եկգլխում գրեց Ըմբոստացավ գրեց հայոց ծագումնաբանությունը, մենք ուրիշ չունենք գրված, ով ընթերցող, քանի որ Սուրբ Գիրքը մոռացավ, իր յուրայիններին հիշեց, միշներին մոռացավ որպես անարժան հիշատակման, այ հիմա տեսեք, ես կփորձեմ դες ցույց տալ, կարդացեք, այ գլուխը շատ կարևոր է, շատ խորհուրդ ունի մեջ է։ Դրանից հետո իհարկե փորձել են, բայց մենք ունենք քրիստոնյա պատմիչներ, որոնք հասկանալի պատճառներով ջանում էին անպայման հայ անցյալը սևացնել համարա կրոնը այստեղ Քրիստոսը մեղավոր չէ բայց հետո վերջին 100-200 տարում հակին գիտնականների շարք կա Գևորգ Հովսեփեմին Սկսյալ Չամչյան եւ այլն որոնք ստեցին պատմությունը վերանայել ունեցանք Աճարյան, Մեհրաբեղյան, Մատիկյան, Գրիգոր Ղափանցյան եւ եթե հիշատակենք մեծամուրից հետո եղան այդպիսի զարթոնք գնաց մենք շատ ուրախ ենք այդ մեծամոր հետ կապված Կորուն Մկրտչյանի երջանկայի շատակ իսկ վերջիններից մեկը որին անձամբ ես ճանաչում եմ եւ չկա ինքը երջանկայի շատակ Մարտիրոս Գավոկչյանն էր Okay հիմա երկրորդ հարցը խնդրեմ շատ ամփոփ հարցրեք Եվ մյուսը որ կուզեի գիտեք մեր պատմությունը շատ բազմապլան եւ կապերը կտրտված այսպես ասած տարիների ընթացքում չփոխանցված այդ պատմական դասերը Ես կուզեի մի այսպիսի առաջարկություն կամ հարց տալ Չի կարելի արդյոք ստեղծել 4 թերթից կամ 5 թերթից կամ 10 թերթից բաղկացած մի գիրք կամ չգիտեմ հիմք որ յուրաքանչյուր հայ ունենա այ էս ենք մենք այդտեղից եկանք այս հարցեղավ Ես ձեզ չեմ ընդհատում Այո կներեք ես ձեզ չեմ ընդհատում ես ուղղակի ուզում եմ շատ լավ հարց տվեցիք Դա ես մի հոգի եմ Իհարկե հատուկ այդպիսի դպրոց չկա, որտեղ նյութական միջոցներ չկան, բայց գաղափարակիցներ կան, այդ միտքը մտնում է եւ հիմա կան երիտասարդներ հենց բանի վրա, ինտերնետի վրա 3W եւ Armenian Headland Գևորգ Նազարյան, մի օրինակը բերեցի, շատ լավ ծննդոցը սեղմել է, թարգմանել է եւ ասեց 200,000 հոգի արդեն այցելել են այդտեղ աշխատանք տղաները մտածում են անել ուսանողները ես մեծ հույս ունեմ ուսանողների վրա հատկապես հայ ուսանողների մասին է խոսքը այնպես որ լավատեսական իսկ որ չեն կարողանում ավելի անել որովհետեւ մեր այս գործի հետևը պետություն չկա կուսակցություն չկա ոչ մի զորություն չկա այսպես ասած Հանձը պետք է ինքը հանձն առնի Այո այնինչ ինչ որ դուք ասում եք շատ իրավացի եք իհարկե Բարեկամներ նրանք որ հեռախոսի վրա են կարող են սպասել այս ծրագիրը հովանավորում է ուրեմն Hillstar Highstar-ը օգտագործված մեքենաների համար Brook Insurance եթե ինշուրանսներ պիտի գնեք նամանավանդ մեքենայի դիմեք Լիլիային Brook Insurance-ում 249-32-32 մեր ժամը եկավ իր ավարտին շնորհակալ եմ որ եկաք ուրեմն պարոն Վարպետյանին նրանք որ ցանկանում են կարող են հանդիպեն Կիրակի դեկտեմբեր 19-ին Երեկոյան ժամ 6-ին Իրանայի Միության սրահում։ Ես ունեմ կես վարկյան իմ պատգամը ասելու իմ հարազատ ժողովուրդ հավատա քեզ դու կարող ես ես ավելի ու ավելի եմ հավատում մեզ սպասում է լուսավոր ապագա եթե բոլորս այս գիտակցության հասնենք Եղավ շնորհակալ եմ